Մոլդովայում տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքը մեծ ոգևորություն է առաջացրել քաղաքացիական պայմանագրի քարոզիչների մոտ Նիկոլ Փաշինյանի։ Եվ պետք է արձանագրենք հետևյալը, որ նրանք ժողովրդի քիչ մասնակցություն, այսինքն ըստ էության հակաժողովրդական ընտրությունները համարում են Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու միակ շանսը։ Ընտրողների կեսից պակաս 49%, մի քիչ ավել, հավաքած քաղաքական ուժն է հաղթել ընտրություններում, որոնք համարվում են պրոեվրոպական եւ սրան հաղորդում են աշխարհաքաղաքական երանգ, չնայած այդ ուժը, ինչպես օրինակ Հայաստանի դեպքում է, ներքին ժողովրդավարության առումով ուղղակի խայտարակ ավելի մեծ ցուցանիշներ է գրանցել, բայց միևնույնն է, այնտեղ նույնպես կա նախկիներ, ներկաներ այդպես պայքար եւ Մոլդովայի օրինակով ոգևորված են։ Եթե այդքան ժողովրդի հույսով եք, ժողովրդի վստահության, կոչ արեք մաքսիմալ մասնակցել ընտրություններին։ Նախորդ ընտրություններում շատ քիչ էին մասնակցել, ընտրելու իրավունք ունեցող ժողովրդի կեսից քիչն էր մասնակցել եւ 600-700 հազար մոտավորապես ձայնով Նիկոլ Փաշինյանը կրկին վերընտրվեց։ Եվ այդ ոգևորությունը ինչ է մատնում։ Մատնում է, որ նրանք փաստորեն տեղյակ են, լավ էլ գիտեն, որ ժողովրդական մեծամասնության աջակցություն չունեն Հայաստանում, իշխող ուժը Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի բնակչության գրեթե կեսը 49% վստահ է երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ։ Սա այն վկայում ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի ARI կողմից հունիսի 16-ից 25-ն իրականացված հարցման արդյունքները։ Դրանց համաձայն հայաստանցիների միայն 36%-ն է կարծում, որ երկրի զարգացումը ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Նվազել է նաև իշխող քաղաքացիական պայմանագրի վարկանիշը, եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա այս կուսակցության օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների ընդամենը 17%-ն։ Եվ Մոլդովայի օրինակով ոգևորված ակնկալում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այս անգամ ավելի քիչ մասնակցություն կունենան։ Ընդ որում ես ձեզ մի բան ասեմ։ Նիկոլ Փաշինյանը 2017 թվականին ասում էր, որ ընտրությունները չեն կեղծվել, ուղղակի մարդիկ փող են վերցրել հանրապետականից, գնացել ընտրել են հանրապետականին։ Այս ժողովուրդը տվել է այն մանդատը, որը տվել է, ընդ որում հստակ է մի բան, որ ելք-դաշինքի օգտին տրված ամեն քվե արձանագրվել է, ինչպես դա տեղի է ունեցել նախկին ընտրություններում, եւ գիտեք, ես սա շատ կարեւոր արձանագրում եմ համարում, չի եղել այդպիսի մի դեպք, որ մենք ընտրություններին մասնակցենք եւ մեր օգտին տրված թեկուզ մի քվե կորի։ Գործելա համատարած ընտրակաշառքների մեխանիզմ, տասնյակ հազարավոր քաղաքացիներ ներգրավված են ընտրակաշառք վերցնելու կամ տալու գործընթացի մեջ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը փաստացի 600-700 հազար մարդու մեղադրում էր կոռուպցիայի փողով հանրապետական ընտրելու մեջ, երբ նա իր հերթին տարիներ անց 600-700 հազար մարդով են նորից ընտրվել։ Չլինի դրանք նույն մարդիկ են, ուղղակի հռետորական հարց եմ տալիս։ Եթե այդքան ժողովրդական եք դուք, կոչ արեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անխտիր խրախուսեք, որպեսզի հնարավոր մաքսիմալ մասնակցություն լինի եւ կտեսնենք այդ ժամանակ, թե որքան ժողովրդական աջակցություն եք դուք վայելում։ Բայց Մոլդովայի օրինակով այդքան մի ոգևորվեք։ Ամենայն դեպս Մոլդովայի իշխանությունները սեփական տարածքով անխոչնդոտ ճանապարհ եւ փաստացի միջանցք չեն տվել իրենց հակառակորդներին եւ թշնամիներին։ Լավ մտածեք համեմատվելուց առաջ։